Աղաբաբանյան այսօր հայտնի դարձավ երեկ ևս, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղության մրցանակ է ստանում։ Այսօր նաև Թրամփը նրան հրավիրել է խաղաղության խորհրդին միանալ Գազայի հետ կապված։ Փաստորեն Հայաստանի իշխանության ղեկավարը խաղաղություն է բերել ամբողջ աշխարհում դա գիտակցում են, բայց մենք դժգոհում ենք, որ իրական խաղաղություն չի, այն ինչ կոչվում է թրիփի ճանապարհ եւ այլն։ Տեսեք, այդ խաղաղություն ասածը միշտ էլ իրենք կգնահատեն, եթե իրենց շահերից բխող որևէ լուծում է լինում։ Մենք տեսնում ենք, չէ, աշխարհում ինչ է կատարվում։ Աշխարհում այլևս որևէ օրենք, կարգ չի գործում, գործում է ուժի իրավունքը եւ ովի ինչ կարողանում անում է։ Այն ինչ որ այսօր մենք տեսնում ենք Վենեսուելայի հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված, Գազայի հետ կապված, մեր տարածաշրջանի հետ կապված, այս աշխարհի ամբողջ ընթացակարգերի գալքիվայր շուռ գալը նշանակում։ Եվ այս մթնոլորտում բնական է խոսել ինչ-որ արժեքների մասին, որ խաղաղությունը արժեք է, իհարկե։ Եվ իրական կայուն խաղաղությունը նախ նշանակում է, որ այն պետք է ձեռք բերվի նկատի ունենալով կողմերի օրինական պահանջները եւ դրանց բավարարման ուղղությամբ պետք է գործընթացը տեղի ունենա։ Բայց մենք այստեղ ոչ մի օրինական մեր պահանջի մասին խոսել չենք կարող, մեր իրավունքների որևէ արձանագրման մասին չենք կարող, որովհետև տեսնում ենք ինչ է զիջվում այս ընթացքում եւ այդ զիջումները, այո, նպաստում են մնացած բոլորի շահերի սպասարկմանը։ Եվ այդ շահերի սպասարկման արդյունքում ձեռք բերված այսպես կոչված զինադադարը, դա անվանում ենք ոչ թե խաղաղություն, այլ ժամանակավոր զինադադար, եւ այդ զինադադարը կարող է ցանկացած պահի խախտվել, եթե հանկարծ Հայաստանը որոշի ինչ որ մի բան այլևս չզիջել, օրինակ։ Եվ սա կբերի նոր բախումների։ Այսինքն այս խաղաղություն ասածը այնքան ձևական է, որ որևէ լուրջ անգամ գնահատման արժանի չի։ Իհարկե իրան մեդալներ կտան, պարգևատրեն, որովհետև ինչ ուզում են մարտանում է, ինչ ուզում են մարտանում են, չպետք է չսիրաշահել, այսպես ասած։ Սա տեղի ունենում եւ այստեղ չեմ կարծում, որ ինչ մենք ստորագրեցինք վերջի մենք էլ ինչ մնաց ասում եմ զիջելով գալիս ենք անդադ հա հա դե իրանք ասում են միջանցք չի օյ իրանք թե բնական է ասեն միջանցք չի այն ինչ որ արձանագրել են նախ առաջի պարբերությունը ամեն ինչ խոսում է այս փաստաթղթի արժեքի մասին առաջի պարբերությամբ ինչ որ ստորագրել են Վաշինգտոնում, այս վերջերս արդեն, ասում են, որ սա իրավական ուժ չունեցող հաստատուղթ է։ Այսինքն ներկայացնում են այստեղ որպես դե յուրե հաստատված, այսպես ասած, խաղաղություն եւ թրիփ, որը որևէ կապ չունի իշխանության սահմանափակման հետ, ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Եթե պարզ խոսքով ասենք, մենք ունենք այսօր 26% ինքնիշխանություն։ Այնքան, ինչքան մեզ տրամադրել են, որ մենք այդտեղից կարող ենք մասնաբաժին ունենալ, շահաբաժին ունենալ։ Ինչ է, 26%-ով։ Դա ամբողջ քո տարածքով անցնում է ճանապարհ։ Ոչ մի վետո իրավունք չունենք, դե այդ ասածները եւ գրածների տարբերությունը մենք արդեն պետք է սովորենք տեսնել եւ իրականում թե ինչ ուղղությամբ էս ամեն ինչը գնում, նույնպես պիտի կարողանանք տեսնել։ Այսինքն ակնհայտ է քո տարածքով ճանապարհ ես տալիս։ Մեր տարածքն է, չէ՞, բայց այդ տարածքի տնօրինությունը միայն դու 26%-ով ունես։ Այսինքն 74%-ը տալիս ես իրանց 49 տարով, հետո եւս 50 տարի դրան գումարվելու է, եւ եթե այնտեղ մեկը կասկածում է, որ ամերիկյան ամբողջական վերահսկողությունը եւ ամերիկյան ամբողջական դիարժեք այս գործընթացը իրականացնելը ինչ որ սահմանափակում է ունենալու նաեւ տեսեք ամերիկան ինչպես է վարվում մյուսների հետ այսինքն Հայաստանը ինչպես կարող է այնտեղ ինչ որ վետոյի մասին ծպտալ իշխանությունների ասելով մենք էլի իշխանությունների ասելով մենք ունենք արդեն մեր երազած Հայաստանը որը պետք է մենք գովերքենք, պետություն ասածը մեր հիմնական արժեքը, որը ձեռք ենք բերել, հիմա տեսնում ենք ինչ պետության մասին ենք մենք այսօր խոսում։ Այսօր Հայաստան որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որը ինքը տնօրեն է։ Ասում է դա պայմանավորված է, ոչ միայն Ռուբինյանի իշխանությունը, ասում է դա պայմանավորված է ներդրումների չափով, 74%-ը նրանք
նրանց է վերապահված։ Չի կարող այդպիսի բան լինել, որ քո տարածքով անցնի ու դու գոնե կես-կես չլնես, էլի։ Այսինքն հասկանում եք, սա այն աստիճանի մեզ ուղղակի նվաստացնող բան է, որ ինչ պիտի օրինակ բանը, այս ինչ են սկսել, ինչից են սկսել բանակցելը, որ հասել են 26%-ի, չէ՞։ Հարց առաջանում։ Շատ ճիշտ էր մեկնաբանել պարոն Օսկանյանը, այսինքն եթե լուր նստեինք այնտեղ, կարող է մի քիչ ավելի լավ վիճակ ունենային։ Ռուբինյանը երեք հակադարձում էր Օսկանյանից բարձրացնելու։ Հակադարձում էր, ասում էր բարակույրը նախկինում գույք պարտքի դիմաց տվել, եթե այդքան ճկուն էին, թող Գույք պարտքի դիմացը բազմիցս բացատրվել է, թե ինչքան օգուտ է տվել Հայաստանին եւ գույք պարտքի դիմացը այսօր էլ ապացուցվում է, որ այն գործարանները, որոնք չէին աշխատում, առնվազն սկսեցին շնչել, հիմա դրան չանդրադառնանք։ Իրանք այնքան բաներ են աղավաղում, իրենց ասելով մենք մինչև 2018 թիվը լրիվ սխալ ենք ապրել, ընդհանրապես որպես ազգ։ Եվ 2018 թվականից իրանք մի հատ պայծառ ապագա են մեզ վերել, որ տեսնում ենք այդ ապագան ինչա տալիս, երբ որ ասում ենք ինչ ենք զիջը, անընդհատ զիջելով գալիս ենք։ Ինչու չկարողացանք, որովհետև մենք սուբյեկտ չենք բանակցությունների, մենք օբյեկտ ենք։ Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, այսինքն մենք սեղանի վրա ենք, մենք սեղանի շուրջ չենք։ Մենք այնտեղ նստում ենք ձևական բուտաֆորիայի նման, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կրճոններ մեզ տրամադրեն։ Իրանի հետ կապված ազգերի ձեր կարծիքով որևէ ձևով։ Ինչի վրա։ Ոչ, ես եմ ասում, ոչ այդ արի նախ ասեցի, չէ, այնտեղ իրավական ուժունեցող որևէ բան չկա։ Նախ սկսենք այդտեղից, ինչ որ գրված է առաջի բարբերությունը։ Եթե իրավական ուժ ունեցող որևէ բան չկա, մեկ։ Երկրորդ, կա իրավական ուժ ունեցող մեկ այլ բան, որը այդ ստորագրած 5 կետերից մեկն է, որ անխոչնդոտ պետք է կապ ապահովի Ադրբեջանի երկու մասերի միջև։ Այսինքն այդ անխոչնդոտ կապը իրենք հիմա մեկնաբանում են, ասում են մենք այդտեղ խնդիրներ ունենք եւ այդ անխոչնդոտությունը պետք է ապահովվի։ Դրա հետ կապված մանրամասնություններ կան եւ դեռ լինելու են։ Հիմա սա ինչ են նշանակելու։ Հիմա տեսեք, իրենք նաև ասում էին, որ մենք այնտեղ ներկա ենք լինելու, սահմանապահ, որպես անձնագրերն են մենք ստուգելու, սահմանապահություն ենք անելու, մաքսային մենք ծառայություններ ենք անելու, բայց խորամանկորեն գրել են front office, back office հասկացությունները։ Սա ինչ է նշանակում։ Սա մենք կլինելու ենք back office-ում, այնտեղ միտեղ նստած, front office լինելու է նա ինչ որ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը եւ կապահովվի Ալիևի պահանջը։ Այսինքն իրանք չպիտի տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմ։ Այսինքն ել եմ ասում, հասկանում եք, այսինքն մենք անընդհատ այն ինչ որ լսում ենք, օրինակ դժբախտաբար եմ դա ասում, դժբախտաբար այն ինչ որ լսում ենք մեր հարևաններից, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են։ Այն ինչ որ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում։ Այսինքն Հայաստանը գրեց ինչու գնաց այդ որ ասում եք փաստաթղթի իրավական ունի Հայաստանի սեղանի շուրջի սեղանի տակա ինչու գնաց որպեսի պատերազմ Հայաստանը մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, երբ որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ Սա մենք պիտի հասկանանք, Հայաստանի ժողովուրդը դե չկա։ Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանություն պահպանելու հաստատություն։ Երբ որ այդ տեսակետից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է դառնում։ Բնականաբար ինքը ուզում է իր իշխանությունները պահպանի եւ դա միայն մի ձևով կարող անել, ստանալ այս ձևի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձել օգտագործել նախընտրական իր քարոզչության մեջ եւ ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը մեծ դարակազմիկ հարցեր ուծել խաղաղություն է բերել։ 21 թվին էլ էր, չէ՞, նույն բաներն ասում, իհարկե մենք ենք գալի պատերազմ բերում, ինքը եկել է խաղաղություն է բերում, տեսանք ինչ բերեց։ 21-ից հետո ամեն տարի զիջելով եկել են, նայեք մինչև 25-26 թիվն հիմա հերթական բաներ եք տեսնել։ Այսինքն խաղաղություն ասածը հերթական փուչիկն էր, որը մենք ճիշտ չգնահատելով մեր ժողովուրդը, իդեպ 21 թվին նորից ձայն տվեց այս իշխանություններին։ Հիմա ինքը նույն այդ պրյոմը, այս հնարքը նորից ուզում է իրականացնի։ Տեսել է, որ հեշտ խաբվող
ինչ-որ մի հասարակություն է ձևավորվել, որին կարելի է այսպեսի մատուցել նման գաղափարներ, այսպես խաղաղության, գեղեցիկ խոսքեր եւ այլ, հատական անգամ մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, դե տեսնում ենք ինչա կատարում, չէ՞, թուրքերը մի կողմից, ադրբեջանցիները մյուս կողմից դարել են իր քարոզիչը եւ իր շտաբի անդամներն են, այսպես ասած, դարել, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամեն ինչը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում եւ հերթական անգամ ժողովրդին խապի եւ քվերն ստանա։ Այսինքն իր խնդիրը իր իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ։ Իրանի ցանկությունները կարող են համաձայնության գալի